Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ միասին ենք, եւ միասին ենք, որովհետեւ մենք միասին լավ գործ ենք անում, հետաքրքիր, եւ այն կերակրտեսակները, որոնք որ մենք պատրաստում ենք, մտածում ենք եւ վստահ ենք համարյա, որ ձեզ կհետաքրքրեն եւ կլրացնեն ձեր ինչու ոչ ընտանեկան կերակրացանկը։ Այսօր այս գործում ինձ օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Joyce ռեստորանային համալիրի սու շեֆ Մանանա Սարյանը։ Ողջույն։ Ողջույն, պարոն Մամուլյան, շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ միասին ենք, Մանան ջան, մենք բավականին երկար ժամանակ արդեն ճանաչում ենք, միասին ստեղծագործում ենք։ Ուրախ եմ, որ մեր հրավերը չմերժեցիր։ Ինչպես են գործել, լավ է։ Լավ է, ես էլ եմ ձեզանից շատ շնորհակալ, որ ինձ հրավիրել եք ձեր ասոցիացիան։ Լավ բազմազանություն եմ տեսնում, այստեղ ինչ ենք պատրաստելու։ Լավ ծանրաբեռնվածություն, այո։ Մենք այսօր կպատրաստենք իշխանը, Սևանի իշխան։ Իր հետ կլինի բրինձը ոսպով փլավ, անպայման, որ միատեղ ինքը շատ իրան համ համատեղ սազական եւ իր հետ համահունչ շատ արտակարգ տեսք ունենա եւ շատ հիանալի համք ունենա։ Ձկանը մենք ձուկը պատրաստելու ենք բարբարիսի կծուխուրի հետ եւ Սևանին բնորոշ։ Ինքը Սևանին բնորոշ բարբարիսի է։ Եվ չալքաշովին նռան հետ, նռան եւ նշի հետ, որը նաեւ գարդմանքի քաշովի բրինձն է։ Եվ անպայման նուրը անելու ենք եւ անպայման անելու ենք իրան սումաղ։ Այո, որ իրար հետ համապատասխան լինի, եթե սումաղը թթվայնություն ունի, որ նուր ենք անում, անպայման պիտի սումաղ անենք, որ համը շատ հաճելի լինի։ Պրոցես կա հետաքրքիր, հարգելի երաժշտատեղներ, եւ դուք կտեսնեք։ Եվ մանան ավելացրել է նաեւ մի խավարդ ասեմ կամ դեկոր, որը պիտի լինի դդմիկի մեջ, որպես աղցանային, աղցանի տեսքով խավարդ թեկուզի է, դդմիկ հետ Ֆիլադելֆիա պանիր, սուդիգունի պանիր հետ միասին, շատ համեղ ուտեստ է լինում, կուտենք կտեսնենք, ինքը հենց հում վիճակում է լինում դդումը, ձիթապտղի ձեթով անմիջապես անպայման պիտի իրան խոշոր աղով համեմենք։ Լավ, սկսեցինք, գնացինք, ինչով կարող եմ ես քեզ օգնել։ Հիմա այստեղ մենք սկսենք առաջինը բրինձն ու ոսպը դնել, խաշել եւ անցնել մնացած գործերին։ Վառենք սավ օջախը։ Քաշովի եղանակով։ Այո։ Վերցնում ենք 120 գրամ բրինձ, 120 գրամ ոսպ։ Իսկ եթե փոքր կաթսա կարող անենք, ենք փոքրի տակը մեջ անել, ավելի որպեսզի քաշովի լինի։ Այո։ Մենք կարող ենք դրա մեջ նաև պատրաստել։ Դրա մեջ են։ Հա, դրա մեջ Շատ լավ։ Ջուրը եւ բրինձը համամասնորեն երկուսը մեկի հարաբերությամբ։ Այո։ Եվ ոսպը։ Ջուրը աղ ավելացնենք։ Լոտուս ապրանքանիշի աղը շատ որակով է բարեկամներ։ Մենք արդեն բավականին երկար ժամանակ օգտագործում ենք միայն լոտուս աղը։ Ես մի քիչ աշխատանք եմ ուզում։ Աշխատանք խնդրում եմ ինձ ծանրաբեռնիր։ Պարոն Մամուլյան, որ խնդրեմ սոխը կտրատենք, իրան Եվ գազարը։ եւ գազարը ձեռք։ Խորանարդած, գազարը մի ձեռք ենք։ Ձեռք անենք իրան։ Քերենք։ Այո, քերենք։ Իսկ սոխը խորանարդների։ Դու քո գործն արա, ես իմ գործ։ Կուբիկներով կոչված այնս խորանարդաձևն է, մենք խոշոր խորանարդ կամ փոքր խորանարդ, այսինքն սոխառացի համար հենց կտրատում ենք խորանարդաձև։ Շատ կարևոր է աշխատանքները սկսելու անմիջապես հետո, սկսել նախապատրաստական աշխատանքները, չէ՞։ Այո։ Թե ինչ ենք պատրաստելու, սկսենք մթերքներից, կիսաֆաբրիկատներ պատրաստենք, իսկ կիսաֆաբրիկատ նշանակում է որոշ գործողություն իրականացրել, այսինքն կտրատված սոխը արդեն կիսաֆաբրիկատ է։
Հիմա մենք կարող ենք արդեն բարբարիսը սարքել։ Ահա, մեզ պետք է մեր յուղը։ Յուղը, այո, բոյարսկոյե։ Ահա։ Ապրանքանիշն է։ Այստեղ բարբարիստ ենք լցնում մոտ 50 գրամ, ավելացնում ենք տոմատը։ Ես մի գազերը հերիք չի։ Հերիք է։ Ավելացնում ենք տոմատը 2 ճաշիկ թալ։ Յուղի մեջ տապակեցինք կծոխուրը, Այո, տոմատ ավելացրինք, եւ այստեղ ավելացնում ենք 1 թեյ թալ շաքարավազ։ 200 աստիճան, չէ։ Այո։ Մեր սոուսը բարբարիսով արդեն պատրաստ է, մենք կարող ենք ձուկը դնել տապակի մեջ եւ դնենք խամիկ տոմատը։ 200 աստիճան 20 րոպե։ 20 րոպե։ Տոտականա։ Սա արդեն պատրաստ է։ Այո։ Իսկ մեր Այո։ լցնենք։ Բայց տակությունը թող հավաքի։ Ահա, մինչև հավաքելը մենք սա պատրաստ ենք։ Խոշոր մի բուջուրիկ ձեթ ունենք։ Խոշորախ։ Խոշոր աղ եւ Այո։ ձեթ եմ ուզում մի բուջուրիկ։ Ձեթ։ Հա, հա։ Այո։ Այո։ Լցնում ենք վրան այսպես, պարոն Մամուլյան, Այո։ անպայման, լցնում հա, ենք վրան։ անպայման մեջնել ենք անում, որ ինքը ընդհանուր բարբարիսի համը իրան տա։ Նորից հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, սոուսը պատրաստեցինք յուղի մեջ, մի քիչ տապակեցինք տոմատ մածուկը, Այո։ չէ, սկզբից բարբարիսը, Բարբարիսը տապակեցինք։ կծոխուրը, հետո ավելացրինք տոմատ Տոմատը, ահա։ եւ մի քիչ շաքարավազ, Շաքարավազ։ բայց աղ Ընդհանուր- կամ Աղը խոշոր անում ենք ձկան։ ձկանա միայն։ Միայն ձկանը։ Հիանալի, հիանալի։ Թավայի տակ մի պուջուրիկ ձեթ ենք անում, ու Որ վրան էլ չկպչի։ ենք անում, հիմնականում, հա։ Արդեն կարող ենք դնել գազ օջախը, դա Հենց հիմա 20 րոպեից դա պատրաստ կլինի։ աստիճան բարձրանա եւ կդնենք արդեն։ Այդ Ինչ ենք անելու, մնացած? ընթացքում մենք այս սունկը չինական, Սունկը, չինական սունկը, խնդրում եմ սրա մասին մի քիչ ավելի երկար Սա խոսենք։ կոչվում է խոզի ականջ։ Ինքը չորացած, խտացած վիճակում է, սունկը չորացած։ Լինում են սրա տարբեր տեսակները, սպիտակ գույնը, սև գույնը։ Ինչ է հարկավոր հիմա, տաք Հիմա ջուրը։ իրան պետք է անպայման եռման ջրի մեջ, անպայման իրան թրջենք, որպեսզի ինքը մեծանա, լայնածավալ մեծանա։ Կանչեց արդեն։ Ջրոցը։ Այստեղ վերցնենք սուլիգունի։ Մեզ պետք է իր ամբողջական կեսը, սա ընդհանուր այս կարող ենք վերցնել։ Իսկ սոխարածը պիտի Ահա, դա բրինձի եւ ոսպի հետ։ Մենք կարող ենք հիմա Հիմա այստեղ սկսենք, միատեղ սկսենք այո, անել, իհարկե։ պատրաստի պահենք։ իհարկե։ Այ սրա մեջ էլ ենք կպատրաստենք։ Չէ՞։ Այո, մեր յուղը, որտեղ դրեցի, այստեղ Այո։ կներեք, շատ Այո, շնորհակալ եմ ձեզանից։ Բայարսկոյե յուղը միշտ մեզ հետ է։ Պես Այստեղ լցնում ենք սուլիգունի մոտ 120 գրամ։ Ֆիլադելֆիա պանիրը 150 գրամ։ Այո։ 2 ճաշի գթալ սմետան։
Եվ մոտ մի 15 հատիկ գիդրովի արև, սոճուն Սոճընկույզ, այո։ սոճընկույզ։ Բոլորովս 15 գրամ։ Ահա։ Շատ լավ։ Այստեղ անպայման անում ենք իրան աղ։ Յուղը դաղվեց, սոխն ենք ավելացնում այստեղ։ Մեր դդմիկի միջուկն էլ է պատրաստ, հիմա ես Այո, պիտի պատրաստենք ռոլեր կամ ինչպես ասում ենք ռուլետներ։ ռուլետ։ Այո։ Այո։ Սա կարող ենք նաև խորհուրդ տալ մեր գործընկերներին, մեր հայրենակիցներին, եթե կանգնած սպասարկում եք, կամ ֆուրշետ, ինչպես ասում են, Այո։ այդպես դնել եւ մատով ուտվող կերակրատեսակների ցանկը լրացնել։ Ափսեի տակ անում ենք խոշորաղ անպայման։ Սև պղպեղ, Իսկ ինչու։ որ իր համը անուշաբույր դդմիկի վրա վերցնի։ Դդմիկը որևէ մշակման Անպայման։ չենք Չէ, ենթարկում։ երբևից ինքը հենց այդպես հում վիճակում։ Հիանալի։ Մի պուճուրիկ ձեթ ենք անում, խոշորաղ ու սև աղացած պղպեղ։ Այս հաստության բարակությունը այսպես կտրված։ 2 միլիմետր, 2.5-3 միլիմետր։ Այո։ Տանը կարող են նաև քերիչներով քաշել, ինքը շատ հանգիստ դուրս է գալիս։ Անում ենք այսպես, յուղը դրեցինք, ավելացնում ենք սա, պարոն Մամուլյան ջան։ Նուշը կբովվի, հա։ Այո։ Մինչ այդ ես այստեղ այս աղցանի համար պատրաստ եմ գազարը ձյորկեցի։ Այստեղից կվերցնենք վարու, ահա։ Նուշը քաշովի հետ էր։ Անպայման, վերջում դա ոստնե կլցնենք, նոր ամենավերջում մեղրի հետ միասին կլցնենք վրան։ Այ կուզենայի իմանալ այս չինական հատկապես ես տեսնում եմ ոչ միայն երակուր, այլ նաև մթերքներից դա շատ կարևոր բան է։ Հատուկ ուսումնասիրության արդյունք է քո մոտ թե ինչ առիթ է եղել։ Չէ, որ ունենք, ասենք, մենյուի մեջ հատկացված։ Այո, Այդպես, հա, սարքել ենք։ Միայն չինական չէ, մեքսիկական էլ ունենք, հիմնականում այդպես որ հաճախորդներ կան, որ ուզում են, այդ դեպքում պատրաստում ենք։ Բոլորի քիմչին, որ Այո։ իսկ նուշը շատ պիտի բովենք։ Չէ, որպեսզի որ շատ չչորանա, թող մի քիչ էլ հիմա մնա, մի 1 րոպեի չափ։ 1 րոպեի։ Թող մնա։ Այնուհետև ինչ պիտի անենք։ Կավելացնենք մեղրը։ Մինչև մեղրը ավելացնելը կավելացնեմ նուրը, այստեղ կավելացնեմ նուրը նոր մեղրը, կխառնենք ու կլցնենք այնտեղ, բայց մի քիչ կթողենք նորից, որ ընդհանուր վերջում ավելացնենք։ Շատ լավ։ Որպեսզի համեմար, կարանք նաև նուր չանենք, անենք սումաղ թթվանության համար։ Թողենք նուրը վերջում ավելացնել։ Երկուսն անգամ։ Այստեղ այսպես է, նայեք, պարոն Մամուլյան, այսպես մեծանում են։ Հենց տեսած էլ կլինեք, այսպես է, ինքը կոչվում խոզի ականջը, լինում ասև եւ էլի եմ ասում սպիտակ գույն։ Անպայման թրջելուց իրան խոշոր աղ ենք ավելացնում։ Արդեն տապակվել է նուշը, թեթևակի տապակվել է նաև։ Այո, շատ լավ է։ Հիմա արդեն ավելացնում ենք մեղրը եւ վերցնում ենք ծրակի վրայից։ Կեսը բավական է։ Ահա, իրիկա։ Վերջ։ Եվ գրագից վերցնում ենք։ Այո։ Կրկնենք, թեթևակի տապակեցինք յուղով, բոյարսկե յուղով նուշը, այնուհետև նուրը, թեթևակի բովեցինք եւ մեղր ու արդեն իսկ այստեղ հիմա մենք վերցնենք ոսկը, արդեն պատրաստ է։ Մեր ձուկն էլ է արդեն պատրաստ։ պատրաստ է։ Մեզ կանչում է։ Ահա։ Իսկ սումաղ Անպայման իրան մի քիչ սումախ է համի համար։
Քանի որ մեղր ենք ավելացրել, Այո, որ թթվայնությունը։ հավասարակշռենք թթվայնությունով։ Այո։ Նորից մի քիչ ավելացնենք, մնացածը զարդարելուց։ Ահա, այդ մի քիչ կթողենք տակը, որ վրան վերջում լցնենք սա մատուցելուց։ Յուղը կարող ենք, հերիքա, մնացածը մատուցելուց։ Վերջ։ Մեր փլավը պատրաստ է, կարանք բերանը փակենք։ Հիմա սալաթին էլ համեմունքները տանք, արդեն պատրաստ ենք։ Ինչ ունեցանք, աղցանն արդեն պատրաստ է համարյա, ձուկը պատրաստ է։ Այո, թթմիկով ռոլը պատրաստ է, բրինձը լավը պատրաստ է, արդեն կարող ենք մատուցել։ Կարող ենք մատուցել, այո։ Վերջ։ Այստեղ հիմա մի Ես փոքր ձուկը համեմունք, կարող եմ հանել։ այո, մինչև ձուկը հանեք, ես այստեղ ձիթապտղի ձեթով անպայման համեմեմ սա։ Մի քիչ աղ։ Մի քթալ անպայման քացախ ենք անում։ Մեր աղցանն էլ է պատրաստ, կարող ենք արդեն լցնել։ Շատ է փեց։ Մի քիչ շատ է եփվել, բայց Անշոտը իր ունի, չէ, բայսի։ Այստեղ անենք, այստեղ կդնենք փլավը։ այո։ Մի քիչ ոսպը շատ է եփել, չպիտի շատ այսքան եփի։ Միգուցե գործով ընկանք։ Գործով, խոսքով։ Ահա։ Մեր նուշը մնացած թավայի մեջ, այստեղ էր, մեղրով պատրաստված։ Իսկ աղցանը հենց չինական աղցան էր։ Հենց ինքը կոչվում է, այո։ Միայն սունկն էր չինական։ Չէ, ինքը հենց կոչվում է չինական աղցան, հենց իրանք ուտում են այդպես գազարով եւ վարունգով, անպայման քացախով։ Կծոխուրով պատրաստված ձուկ, կծոխուր, տոմատ, մածուկ, շաքարավազ եւ յուղ սոուսը ջեռոցում 20-ով 200 աստիճան ջերմությամբ տակ եւ գարդմանքի քաշովի բրինձ, ոսպ, նուշ, նուր, գազար, սոխարած, բայց այդ ամենը նաեւ հավելված մեղրով։ Բավականին աշխատատար էր, բավականին ժամանակատար, բայց մենք, ինչպես ասում են, հաղթեցինք, կարողացանք։ Այստեղ մի բուջուրի Նրան սոուս, հա, բալզամիկի քացա։ բալզամիկի քացա։ Ահա, անպայման։ Հիանալ։ Այստեղ մենք անպայման նրան սոուսը դնում ենք ձկան եւ այս փլավի հետ անպայման մատուցելուց։
Շնար, շարապ, նռան, շարապ։ Վերջ ավարտեցինք։ Բարեկամներ, այսօր տեսակ ինչքան բան պատրաստեցինք։ Մանան ջան, եթե դու ասելիք ունես մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Մամուլյան, ինձ հրավերքի համար, որ կտամ մեր հայ ազգին սնվել մեր հայկական ուտեստներով միայն, իշխանը թառափը, մեր Սևանի իշխանը։ Այո, մեկ չինական ասպես սուկարելի։ Այս կարելի էր կողքից ենքը, որ… Չմոռանանք, որ չինացիների գենետիկ այդպես կոդը եւ գենետիկան 6% հայկական գեն է պարունակում, այնպես կարևոր երևույթ է։ Ամենայն դեպս կցանկանամ, որ մեր հայ ազգը սնվի մեր հայկական ուտելիքներով։ Շնորհակալություն։ Ես հեռուստադիտողների կողմից անունից նորից շնորհակալություն եմ հայտնում։ Եվ ապրես, որ չմերժեցիր։ Իշխանը բարբարիսով ջեռոցում։ Իշխան 700 գրամ, բարբարիս 70 գրամ, ձիթապտղի ձեթ 30 գրամ, խոշոր աղ 4 գրամ։ Քաշովի ոսպ 120 գրամ, բրինձ 120 գրամ, նուռ 120 գրամ, նուշ 70 գրամ, մեղր 1 ճաշի գտալ, յուղ 130 գրամ, սումախ 2 գրամ, աղ, պղպեղ։ Խոզի ականջով աղցան 4 խոզի ականջ 100 գրամ, սև 4 չինական սունգ 100 գրամ, գազար 100 գրամ, վարունգ 100 գրամ, ձիթապտղի ձեթ 30 գրամ, աղ, պոնտի քացախ 1 ճաշի գտալ։ Դդմիկով ռոլ Դդմիկ 150 գրամ, Ֆիլադելֆիա պանիր 120 գրամ, սուլուգունի 120 գրամ, սոճընկույզ 20 գրամ, սև պղպեղ, աղ, ձիթապտղի ձեթ 30 գրամ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս զբաղվենք ամեն մեկս մեր գործով եւ հավատացեք, որ բոլորիս համար կլինի ել ավելի լավ, ել ավելի հաճելի։ Առողջ լինենք ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամ։